Ստեղծագործողների եւ հետազոտողների աջակցության դրամաշնորհի աջակցությամբ ես հրատարակել եմ 2 գիրք իմ վերջին բանաստեղծությունների ժողովածուն 4 վերնագրով եւ Արցակ կարճապատումների ժողովածու, որ վերնագրված է Լավ պրծա։ 4-ը իմ վերջին բանաստեղծական ժողովածուն շարունակում է դրա նախորդ ձոն գրքի այդ մետամոդեռնիստական գաղափարները եւ կոնցեպտուալ իմաստով ներկայանում է որպես մեմ բանաստեղծությունների գիրք, որը նորարարական է ոչ միայն հայ ժամանակակից պոեզիայի համար, այլ առհասարակ, իսկ Լավ պրծա կարճապատումների ժողովածուն իմ Արցակ առաջին գիրքն է, հատուկ կոնցեպտուալ մտահղացում չկա, բացի այն, որ բոլոր փոքր այդ պատմվածքները մի տեսակ միջժանրային տիրույթում են եւ ստենդափի, էսսեի, պատմվածքի, մանրապատումի միջակայքում են գտնվում։ Ժամանակակից ստեղծագործողները մեր ժամանակների շունչն են եւ ժամանակների ռիթմն են։ Շատ կարեւոր է, որ մենք աջակցենք իրենց գրահրատարակվեն եւ ունենանք այսօրվա մոդեռն Հայաստանի Հանրապետության գրականություն։ Շահառուները ընտրվում են հանձնաժողովի միջոցով, բայց ընդհանուր առմամբ ընտրության ոգին այսօրվա ռիթմերի հետ բարձրացվող խնդիրների լուծում տալը կամ անդրադառնալն է։ Ծրագիրը իհարկե միանշանակ դրական եմ գնահատում այն իմաստով, որ շատ գրքեր ծնվում են, ստեղծվում են հատկապես օգտվելով աջակցության առիթից։ Մենք իրոք ունենք ծաղկող գրահրատարակչություն եւ գրական բումա եւ ժամանակակից հայ գրականության ոլորտում եւ թարգմանական գրականության ոլորտում թարգմանվում է հայ գրականությունը օտար լեզուներով եւ տարիների վեր մենք ավելի ընդհարցակում ենք աշխարհագրությունը, այսինքն լեզուները, վերջին տարիներին օրինակ Չինաստանի հետ մեծ կապերը մեծ տարան նրան, որ մենք ավելի շատ գրքեր թարգմանեցինք թե չինաներից դեպի հայերեն եւ հակառակը, հնդկերեն, արաբերեն, այսինքն այն ավանդական լեզուներից, որ մինչ այժմ անում էինք, ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը, մենք արդեն այլ հասարակությունների հետ ենք աշխատում։ Գնալով նաև համաշխարհային շատ կարևոր էքսպոների մասնակցելու, ինչպես Ֆրանկֆուրտում է, Բոլոնիայում է, կամ Լեհաստանում, կամ Աբու Դաբիում, մենք հեղինակային իրավունքների միջոցով աշխատում ենք ուրեմն գրահրատարակիչների հետ եւ հարահրճակում ենք մեր ստեղծագործությունները եւ բնականաբար մեր ստեղծագործողներին։